Ապրեք, շնորհակալ եմ բոլորից։ Ուզում ենք հասկանալ գործողությունները այսպես շարունակելու եք, փակեք, բացեք ճանապարհը, դուք համայնքի տրամադրությունը տեսնում եք։ Ես բացառապես առաջի օրվանից մինչև այս պահը եւ սրանից հետո շարժվելու եմ բացառապես քասախ համայնքի որոշումներով։ Այսինքն ես ինքս հավատացեք որևէ տառ բառ ինձանից չեմ հանելու։ Ես ինձ ինչ ինֆորմացիա գալու է, ես ներկայացնեմ հանրության կարծիքը փոխանցեմ նրան։ Ես ընդհանրապես միջնորդ կառույց եմ հանրության եւ իշխանության միջև։ Ներողությունից պատկան մարմիններից ով է եկել գյուղում սպասում, որ անընդհատ ասում են խուլ կազմեք, գնացեք այնտեղ քննարկման փողոց հետ, տեղը չի։ Դե կոնկրետ հայտարարողը հանդիսանում է այս պահին քասախ համայնքի ավականին։ Ես կարծում եմ իր ճնշում կա իր վրա եւ փորձում է հանրությանը շեղել։ Ես հայտարարել եմ իհարկե քասախի ասե ուրիշ համայնք կա, ուրեմն նայեք իմ ասածը ոչ թե գոռոզություն է կամ չգիտեմ բարձրակթություն, բարձրամտություն, այլ այստեղ ես չեմ կանգնած, այստեղ կանգնած է քասախի հասարակության մեծամասնությունը։ Այդ մարդիկ ընտրել են հենց այդ պատկան մարմիններին։ Նրանք պետք է գան այս մարդկանց դուրը, ոչ թե մարդիկ պետք է գնան նրանց մոտ։ Ասում եք ճնշում կա, նկատի ունեմ ասում են խոսակցություններ են տարածված, որ քասախցի Ղազարն է այդ ճնշումները գործադրում։ Դուք ճանաչում եք այդ մարդուն էլի։ Մենք 59 համար ենք իջել այստեղ։ Մի վարքյան ասում են այդ հարցով հենց Ղազարն է ճնշում գործադրում։ Հիմա դուք ինչ եք խուսափում եք։ Նման բան չկա։ Ղազար Ղազարյանը հանդիսանում է քասախ համայնքի պատվավոր աջ ձախ կողմերից ինչ որ գործում են որ չխոսեք այդ թեմայով։ Դուք կարծում եք ես նման եմ այն մարդի, որից կարող են ինչ-որ մի բան շեղել։ Խնդրում եմ սրանից հետո կծանոթանաք իմ կենսագրությանը, իմ անցած ճանապարհի, իմ մարտական ուղուն ու կհասկանաք, որ ինձ այսքան ժամանակ որևէ մեկը չի ուղղորդել։ Ես բացառապես խոսակցություններին վերաբերվեք ներողամտորեն, կլինեն տարբեր խոսակցություններ, ես նորից եմ կրկնում։ Խնդրում եմ ծանոթացեք իմ կենսագրությանը, իմ անցած ճանապարհին։ Ամեն դեպքում երբ այդ մարդու մասին է գնում, այստեղ կարծես թե մարդիկ խառնվում են իրար, ի՞նչն է խնդիրը։ Ես ուզում եի ձեր հարցին պատասխանել, կիսատ մնաց։ Ղազար Ղազարյանը մեր քասախի բնակիչ է եւ մեր կողմից համայնքի մեծամասնության կողմից, թե փոքրամասնության կողմից հարգված անձնավորություն բոլորս հարգում ենք այդ մարդուն։ Ուղղակի հարգելի լրագրողներ, փորձ է արվում մեր արդարացի պահանջը փոխադրել որպես իրավական պահանջ։ Մենք ընդհանրապես քաղաքական կամ որևէ հայտարար դուք լսում եք, ես անընդհատ նշում եմ, փորձում եմ փոխադրել քաղաքական դաշտ։ Քաղաքական դաշտը մերը չէ։ Մենք հասկացեք, ընդամենը մեր պահանջը մեկ կետ է, անգամ նոր գալացող փոխադրողի հետ մենք չունենք խնդիր։ Կարող են 10-ը գալ, կարող են 100-ը գալ։ Մեր պահանջը հետևյալն է։ Ուրեմն ինչ է կատարվում, իրականություն է, շատ նուրբ հարց կա, որը որ փորձում են շրջանցել ու չհասկանալ։ Ինչ են ինձ ներկայացնում կառավարությունում։ Ասում են կան համայնքներ, որտեղ բացարձակ տրանսպորտ չկա։ Ես այդ մարդկանց եմ հասկանում, նրանք պաշտոնատար անձինք են, բոլոր համայնքներ իրենց համար հավասար են։ Ինչով է տարբերվում մեր համայնքը։ Հիմա ես տարբերությունը խնդրում եմ ուշադիր լսեք, որ դուք հասկանաք իրականությունը ինչ է կատարվում։ Մեր համայնքում արդեն 2 տարի ու կես գործում է տրանսպորտային միջոց, որին մարդիկ սովորել են եւ որը մեզ բացարձակ բավարարում է։ Այդ տրանսպորտից իջացնել, նստեցնել, հետ գազել դուք հավատացեք լուրջ եմ ասում, չի ստացվելու։ Այն մարդը որ կմտածի տենց բան, ուրեմն արկա համարի մեր հասարակության։ Նրանք այսպես են բարձաբանում, որ երբ որ Զովունիում այսպես են արել, զովունցիները բողոքի ակցիա չեն իրականացրել, իսկ երբ որ այդ նույն բանը անում են Քասախում եւ Պրոշյանում, թողեք լսենք տղեկ ջան։ Պրոշյանում եւ Քասախում դուք բողոքի ակցիա եք իրականացնում եւ նրանք այդ իսկ պատճառով փորձում են ճնշումների միջոցով այս բողոքի ակցիան Մենք որևէ համայնքի օրինակ չենք վերցնում,
մենք շարժվում ենք յուրապես, յուրահատուկ մեր օրենքներով, մեր կարգով կանոնով, փառք ասում ենք, շատ լավ իրավաբաններ ունենք, շատ լավ փորձագետներ ունենք, շատ լավ տիրապետում ենք օրենքի բացարձակ նրբություններին, իմիջայլոց դուք շատ լավ տեսնում եք, բազմաթիվ միտինգների երթի մասնակցել եք, նման կազմակերպչություն հաստատ ոչ միտեղ հանդես չի եկել։ Ես դրա համար եմ հիանում եմ ժողովրդով, ասում եմ, որ կազմակերպվածությունը գերակա է։ Ամեն իմ հայտարարության դեպքում համոզված եղեք փողոցը բացվելու է։ Մենք սպասում ենք միայն խելամիտ որոշումների։ Խնդրում ենք կառավարությանը, մեր համբերությունը սահմանափակ է, մենք շատ համբերություն չունենք։ Մեր քայլերը կլինեն հաջորդական ու ավելի կոշտ։ Գուցե կլինեն նստադուլեր հենց ճանապարհի վրա, գուցե կլինեն հացադուլեր, չգիտեմ ինչեր կլինեն։ Ամեն դեպքում խորհուրդ ենք տալիս, խնդրում ենք շարժվել սահմանադրության երկրորդ կետով, այն է Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ այդ կետը փորձում են շրջանցել, որևէ մեկին թույլ չեն տալու այդ կետը շրջանցել։ Շնորհակալություն։